Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խաղաղություն, թե նոր պահանջներ Բաքվից, ինչու է սահմանադրության թեման նորից ակտիվացել։ Մոսկվայի հայտարարությունները կոշտանում են, կարող է Հայաստանը միաժամանակ պահել և Մոսկվայի և Եվրոպայի ուղղությունը։ Քաղաքական լարվածությանը զուգահեռ աճում են նաև իրավական հարցերը, ինչ է կատարվում Հայաստանում ընտրությունից առաջ։ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել, ինչ հոդվածներով է հարուցվել նրա գործը։ Ինչ սպասումներ ունեն քաղաքացիները քաղաքական ուժերից, մեր նկարահանող խումբը շրջել է Լոռու մարզում։ Թեհրանը հայտարարում է, պատրաստ է և բանակցությունների, և պատերազմի, ինչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում։ Իր պատկերացրած իրական Հայաստանի քարտեզը կրծքին Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել Հայաստանի բնակավայրերով ու հայտարարել, թե խաղաղությունն արդեն մոտ է։ Բայց մինչ Երևանում խոսում են խաղաղության մասին, Բաքվից կրկին հնչում են նոր պահանջներ։ Ադրբեջանի նախկին և գործող պաշտոնյաները հերթով հիշեցնում են. սահմանազատման գործընթացը ավարտված չէ, անկլավների հարցը փակված չէ, իսկ Հայաստանի սահմանադրությունը ըստ նրանց պետք է փոխվի։ Ստացվում է խաղաղության մասին հայտարարություններն ու իրական քաղաքական պահանջները շարունակում են չհամընկնել։ Ինչ են ակնարկում Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ինչու է Ադրբեջանը նորից ակտիվացնում անկլավների և սահմանադրության թեման և ինչ գին կարող է պահանջվել քաղաքական աջակցության դիմաց, ռեպորտաժում։ Իրական Հայաստանի քարտեզը կրծքին Փաշինյանն այցելում է, ինչպես ինքն է ասում, իրական Հայաստանի բնակավայրեր և պարբերաբար հիշեցնում, խաղաղությունն արդեն եկել է։ Ես եկել եմ ասել, ժողովուրդ, որ խաղաղությունը եկել է։ Խաղաղությունը եկել է։ Իսկ Ադրբեջանից թեև ոչ պետական մակարդակում, բայց նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ակնարկում են այն մասին, որ խաղաղությունը հեռու է իրականությունից, պարզվում է խոչընդոտներ կան։ Երևանը փորձում է զուտ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես իր համար շահավետ սահմանների վերջնական ամրագրում, թեև սահմանագծման և սահմանազատման գործընթացը դեռևս ավարտված չէ։ Դեման է գալիս Փաշինյանն այդ կրծքանշանը կրծքին։ Նրանք ցանկանում են ստանալ այդ կրծքանշանը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումով և դա ներկայացնել որպես բոլոր պահանջների վերջնական ճանաչում, հավելել է Զուլֆուգարովը։ Հայտարարությունը վկայում է, Փաշինյանի խաղաղության նախընտրական խոսույթի տակ Ադրբեջանի պահանջները չեն լռում, այլ աստիճանաբար դուրս են գալիս քաղաքական հանրույթի ցածր շրջանակից։ Նախ պետք է միշտ հիշել, որ Ադրբեջանում այդ ոչ պաշտոնական գործնականում ընդհանրապես ֆորմալ բնույթ ունի եւ դրանք պարզապես նույն համակարգի ոչ պաշտոնական մեխանիզմներ են։ Եվ երկրորդը, ինչու այս փուլում այդպիսի հիշեցումներ, որովհետեւ հիշեցնում են Փաշինյանին այն գինը, որ պետք է վճարի մինչեւ հիմա նախընտրական աջակցության դիմաց։ Իսկ Բաքուն այդ աջակցության համար երկու հիմնական պահանջ ունի, որոնց մասին խոսույթը Հայաստանում ներկա վարչակարգի վերարտադրումից հետո ավելի կոպիտ է ակտիվացվելու, պնդում է քաղաքագետը։ Բաքվից հնչող պահանջները պարզ են, առաջինը անկլավների վերադարձն է, այն արդեն ընթացքի մեջ է, նշում է քաղաքագետը, հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետի հետ Աղվերանում հանդիպումից մեկ օր անց Փաշինյանի անմեղ թվացող մեջբերումը։ Ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցվաշենի մասին, ինքը պարզապես փորձում է հասարակությանը քրքին այս մանիպուլյացիաների ձևով համոզել, որ դե տեսեք, էսի հանձնում ենք, բայց փոխարենը թգյուղ ենք, բայց այս գյուղերը հանձնում ենք, բայց փոխարենը մենք Արցվաշեն ենք։ Տեսեր։ Ադրբեջանի մյուս պահանջը սահմանադրության փոփոխությունն է։ Նախկին արտգործնախարարը խաղաղ կարգավորման երաշխիք համարում է հանրաքվեով մայր օրենքը փոփոխելը։
Մեզ համար գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա հանրաքվեի ընթացքում, եթե այն ընդհանրապես հայտարարվի։ Իսկ սահմանադրության փոփոխությունը այնքան էլ հեշտ գործընթաց չի լինելու, ասում են քաղաքագետները, հատկապես Ադրբեջանի կողմից պահանջվող հանրաքվեի տարբերակով։ Փաշինյանն ըստ նրանց այս փուլում մեծ հավանականությամբ դիտարկելու է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությամբ հարցը լուծելու տարբերակը, ինչի համար երկար ամիսներ պետք կգան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Ադրբեջանը նոր պահանջների մասին է խոսում, Մոսկվան էլ շարունակում է ավելի բաց տեքստով խոսել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության մասին։ Վերջին օրերին ռուս պաշտոնյաների հայտարարությունները աստիճանաբար կոշտանում են հատկապես այն ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Աստանա մասնակցելու ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ Ռուսաստանը խոսում է իր կարմիր գծերի մասին, իսկ Երևանը փորձում է հավաստիացնել, որ հարաբերությունները խզելու մտադրություն չունի։ Բայց հնարավոր է միաժամանակ խորացնել հարաբերությունները և Եվրոպայի, և Ռուսաստանի հետ, երբ աշխարհաքաղաքական ճնշումները օրեցօր մեծանում են։ Ինչ ուղերձներ են փոխանակում Երևանն ու Մոսկվան և կարող է ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովը նոր հստակեցումներ բերել, ռեպորտաժում։ Մոսկվան վերջին շրջանում ավելի բաց ու կոշտ է արտահայտում իր դժգոհությունը Երևանի արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի որոշ գործողություններ անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների ոգու հետ, միաժամանակ մատնանշելով Կրեմլի համար կարմիր գծերը։ Դրանց թվում են արևմտյան երկրների հետ ռազմական գործակցության խորացումը, Եվրամիության հետ մերձեցումը, միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, նաև Ուկրաինայի հարցում դիրքորոշումը։ Եթե անգամ մտածակարգում չկա, կարող են որոշում կայացնել, ինչ որ մի ժամանակահատվածում սառեցնել Հայաստանի ոչ թե անդամակցությունը, այլ այն դրական, այսինքն այն բոլոր հարցերը եւ արտոնությունները, որ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինն էլ ԵՄ անդամակցության քննարկումները պոպուլիստական որակեց, հիշեցնելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Եթե Ուկրաինան եւ Մոլդովան տեխնիկական առումով գոնե ոչ քաղաքական, այլ տեխնիկական առումով հնարավորություն ունեն Եվրոմիության անդամ դառնալ, որտեղ գտնվում են Եվրոպայում, ունեն ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ հարևաններ, կոմունիկացիաների եւ սահմանների խնդիր չունեն, ապա Հայաստանը նույնիսկ դա չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Երևանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում կամ քաղաքական ապահարսան։ Խնդիրներ կան անշուշտ, նաև տեսնում, բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկում լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Նրա խոսքով Հայաստանը ձգտում է պահպանել առողջ եւ փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, բայց առանց ինքնուրույն որոշումների կայացման իրավունքը զիջելու։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի, որ պետք է այս մասին ասեն։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, իշխանությունն այս կերպ փորձում է Մոսկվային փոխանցել, որ հակառուսական խոսույթը պարզապես նախընտրական խայծ է։ Ասում են այն, որ ահա մենք ընտրությունների ենք գնում, մեր խնդիրը վերարտադրվելն է, վերարտադրվելու համար մենք նման հայտարարություններ ենք անում, բայց դրանք լուրջ մի ընդունեք, երբ որ մենք վերարտադրվենք, նորից ամեն ինչ իր տեղը կգա։ Իսկ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի համոզմամբ Հայաստանը վաղուց կատարել է իր ընտրությունը, պարզապես դեռ չի շտապում դա հրապարակային ձևակերպել։ Երբ ժամանակը կգա կորոշեն, դա ըստ էության լուրջ պատասխան չի։ Դա խոսում են մասին, որ Հայաստանը արդեն որոշել է։ Ուղղակի հիմա հնարավորություն է ընտրում, ինչքան հնարավոր է երկար մնալ, ինչ որ գումար աշխատել, նոր հետո դուրս գալ։ Դա գործընկերային դիրքորոշում չի։
Ստեփան Դանիելյանն էլ կարծում է Արարատ Միրզոյանի հայտարարությունները ներքաղաքական հաշվարկ ունեն եւ իշխանությունը շարունակում է հասարակությանը պահել արտաքին սպառնալիքների օրակարգում։ 18 թվականից հետո դա նախկիններն էին, գեներալներն էին, Ռուսաստանն էր, հետո նորից արցախցիներն էին, անդադ ինչ-որ թշնամու կերպարները փորձում ստեղծել եւ հանրային ատելություն սերմանել եւ փորձել հանրության մի մասին գլխավորել մյուս մասի դեմ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում կարող են հստակեցվել Հայաստանի անդամակցության շուրջ որոշ հարցեր։ Դատելով բոլոր ելույթներից, դատելով բոլոր հայտարարություններից, պարզ է, որ այնտեղ կոշտ ելույթներ են հնչելու եւ Հայաստանի հետ կապված առնվազն իրավիճակային կարճաժամկետ կամ միջնաժամկետ որոշումներ կայացվելու են։ Նույն կարծիքին է նաև Ստեփան Դանիելյանը, նշելով, որ առաջիկա գագաթնաժողովը կարող է դառնալ որոշակի պարզաբանումների սկիզբ։ Ամսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի ժամանակ ինձ թվում է ենթադրում եմ իրենց հայտարարություններից ելնելով ժամկետ նշանակելու, որ մեզ վերջնականապես տեսակետ հայտնեք, գնում եք Եվրամիություն, թե չեք գնում Եվրամիություն։ Եթե գնում եք բարի ճանապարհ։ Պաշտոնական Երևանը շարունակում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու գիծը, փորձելով պահպանել հարաբերությունները եւ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ Սակայն Մոսկվայի ուղերձները վերջին շրջանում ավելի հստակ են դառնում, աշխարհաքաղաքական ընտրության դաշտը աստիճանաբար նեղանում է։ Միաժամանակ ռուսական կողմը պարբերաբար ընդգծում է նաև Հայաստանի տնտեսական կախվածության գործոնը, էներգակիրներից եւ աշխատուժի միգրացիայից մինչեւ ֆինանսական փոխանցումներ, ինչն էլ հավելյալ քաղաքական ենթատեքստ է հաղորդում ընթացող գործընթացներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Հայաստանում նախընտրական պայքարը արդեն դուրս է եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակից։ Հայաստանում ակտիվացել են գործակալների, արտաքին ազդեցությունների եւ հիբրիդային պատերազմի մասին մեղադրանքները։ Իշխանությունը պնդում է, ընդդիմադիր ուժերը սպասարկում են արտաքին կենտրոնների շահերը, իսկ ընդդիմությունը հակադարձում է։ Իրական արտաքին ազդեցությունն այսօր գալիս է Ադրբեջանից եւ արտահայտվում գործող իշխանության քաղաքականության միջոցով։ Ինչու է գործակալների թեման դարձել քարոզարշավի գլխավոր ուղղություններից մեկը եւ ինչ մեղադրանքներ են հնչում քաղաքական ուժերի հասցեին, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հայաստանում ընդդիմադիր բոլոր ուժերը գործակալ են, համենայն դեպս քարոզարշավի ժամանակ իշխանության ներկայացուցիչներն այդ մասին են խոսում։ Նախընտրական պայքարին զուգահեռ Հայաստանում նոր թափով ակտիվացել է գործակալների, արտաքին ազդեցությունների եւ հիբրիդային պատերազմների մասին խոսույթը։ Գործող իշխանությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում են, թե տարբեր քաղաքական ուժեր գործում են արտաքին կենտրոնների ազդեցության ներքո եւ փորձում են ներգործել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Հերթական մեղադրանքը հնչեց ժամեր առաջ։ Նա ԲՀԿ ցուցակի երկրորդ համարին մեղադրեց լրտեսության համար ու վճռեց Անդրանիկ Թևանյանի դեմ վարույթ է հարուցվելու։ Առանց որևէ հիմնավորման եւ առանց որևէ իրավական հիմքերի նման գործելը ոչ միանշանակ անընդունելի է, առավել ևս երկրի բարձրագույն պաշտոն զբաղեցնողների կողմից։ Ցանկացած խնդիր, ցանկացած տեղեկություն ի վերջո պետք է բացառապես դատարանի որոշմամբ հաստատվի եւ եթե նույնիսկ իրավապահ մարմինները, որոնք ամբողջովին Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ են, ինչ որ մտածածին գործեր են հարուցում կամ պատասխանում են հարուցել, ի վերջո քանի դեռ չկա դատարանի վճիռ, այս ամենը բացառապես Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործընթացի մաս են կազմում։ Սակայն ընդդիմադիր դաշտում պնդում են իրական արտաքին ազդեցության ուղղությունն ամբողջովին այլ է։ Ընդդիմադիր գործիչների մի մասը համոզված է Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ամենաուղիղ արտաքին ազդեցությունն այսօր գալիս է Ադրբեջանից գործող իշխանության քաղաքականության միջոցով։ Վերցնենք յուրաքանչյուր Ադրբեջանի պահանջը եւ իշխանության պատրաստակամությունը այդ պահանջը կատարելը։ Դա ուղիղ նշանակում է, որ իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Իսկ հաշվի առնելով, որ իշխանության գտնվող մարդիկ ունեն այկական անձնագրեր եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ապա հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց գործունեությամբ։ Ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ վերջին տարիներին քաղաքական ու անվտանգային բազմաթիվ գործընթացներ ցույց են տալիս, որ իշխանության քայլերը հաճախ համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարությունների ու պահանջների հետ։ Նրանց համոզմամբ գործակալական ցանցերի թեմայի շուրջ բարձրացրած աղմուկը նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել հենց այդ իրողությունից։
Ինչու է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի իբրև դրսի ազդեցության տակ գտնվելու եւ Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։ Շատ պարզ պատճառով, որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է, Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։ Քննադատության առիթ է դարձել նաև ռուսալեզու The Insider-ի վերջին հրապարակումը, որը լայնորեն տարածվեց իշխանական շրջանակների եւ նրանց աջակցող տեղեկատվական հարթակների կողմից։ Ընդդիմադիրների համոզմամբ այդ հրապարակումը եւս օգտագործվում է ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ որպես տեղեկատվական ազդեցության գործիք։ Արման Աբովյանին այս գործընթացը հիշեցնում է Մոլդովայի սցենարը։ Քաղաքական գործիչը վստահ է, նույն կենտրոնն է ղեկավարում Հայաստանում դեռ գործող ուժին։ Իրեն կարող են ինչ ուզում են հրապարակել, նամանավանդ այդ հրապարակումները ուղիղ համեմատական կարելի է անցկացնել նույն գործընթացի, որը տեսնում ենք Մոլդովայում, այսինքն նույն կենտրոնն է սրանց ղեկավարում, բայց եթե խոսում ենք կոնկրետ Ադրբեջանի մասով, ապա Ադրբեջանի բոլոր ուղղակի, անուղղակի պահանջները եւ հրահանգները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, այս իշխանությունը ի կատար է ածում։ Ընդդիմադիր գործիչները հիշեցնում են հայտնի արտահայտությունը, գողն առաջինն է գոռում գող։ Նրանց կարծիքով իշխանությունը գործակալի պիտակը փորձում է կպցնել բոլոր ընդդիմախոսներին սեփական հասցեին հնչող մեղադրանքներից ուշադրությունը շեղելու համար։ Հասարակապես քարոզչական նպատակով Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմը տարբեր ընդդիմադիր գործիչներին մեղադրում է օտար երկրների շահերը պաշտպանելու մեջ եւ որ ինչն է ամենահետաքրքիրը, երբեք այդ օտար երկրների անունը չեն տալիս, եթե հստակ ինֆորմացիա ունեն կամ տվյալներ ունեն, ապա այդ ինչ չեն վախենում այդ բոլորիս հայտնի երկրի անունը տալով, որին նկատի ունեն։ Արտաքին ազդեցությունների եւ գործակալական ցանցերի մասին խոսույթը դարձել է նախընտրական պայքարի առանցքային թեմաներից մեկը։ Մինչ իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժերին ներկայացնել որպես արտաքին շահերի սպասարկուներ, ընդդիմադիր դաշտը հակադարձում է։ Իրական վտանգը այն քաղաքականությունն է, որը գնալով ավելի տեսանելիորեն համընկնում է թուրք-ադրբեջանական օրակարգի հետ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ի պատասխան Անդրանիկ Թևանյանը հայտարարել է. հենց Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան եւ իշխանափոխությունից հետո պետք է պատասխան տա այդ հոդվածով։ Թևանյանը նաեւ մեղադրել է իշխանությանը միակողմանի զիջումների եւ պետական պարտքի աճի համար։ Հայաստանի բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում այն ժամանակ գործող ազգային անվտանգության ռազմավարությամբ հիշեցնեմ նաև, որ կա Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Ես կուզենամ ներկայացնել ձեզ այն գործընթացները, որը հանգեցրել էր պետական դավաճանության։ 2022 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն հորդորում են միջազգային ուժերը, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը, որից հետո իրենք կապահովեն անվտանգություն Արցախի մեր հայրենակիցների մասով։ ԲՀԿ-ն եւս հայտարարություն է տարածել։ Կուսակցությունում համոզված են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Կոչ են կանում իրավապահ համակարգին ծառայել բացառապես օրենքին եւ չի ենթարկվել քաղաքական պատվերների։ Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը եւ պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին, անկախ բոլոր հարվածներից, ուժային եւ ինֆորմացիոն տերորից։ ԲՀԿ-ն վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը եւ Հայաստանի հետ պատերազմյա վերականգնումը։
ԲՀԿ նախընտրական ցուցակով падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցն էլ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ուղիղ եթերում հրահանգներ է տալիս իրավապահներին, իսկ քննչական մարմինները ստիպված են գործել այդ հայտարարությունների տրամաբանությամբ։ Սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականում արձակուրդի ռեժիմում չի, գործ ունեն կեղծ արձակուրդի հետ։ Սա բավարար պատճառ է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկի նրա գրանցումը։ Այսինքն եթե մենք ապրենք նորմալ երկրում եւ եթե այդ եվրոդիտորդներ կան եւ այլն, որոնք կուրսք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական process-ի համար այս մարդիկ այս խնդիրը հենց հիմա պիտի բարձրաձայնեն։ Սա մեկ։ Երկրորդը որտեղ եք տեսել ժողովրդավարական պետություն կամ նույնիսկ կիսա ավտորիտար, կիսա ժողովրդավարական հիբրիդային ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծել։ Քաղաքական այս լարված ֆոնին ավելի հաճախ են քննարկվում նաև իրավապահ համակարգի գործողությունները։ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների ամենակոշտ հայտարարությունները հաճախ որևէ իրավական հետևանք չեն ունենում։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները կարող են հայտնվել ոստիկանության բաժնում հարց տալու, գրառում անելու կամ անգամ պաստառ պոկելու համար։ Ինչ է կատարվում Հայաստանում ընտրությունից առաջ Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Իշխանության ամենակոշտ հայտարարությունները Հայաստանում հաճախ մնում են անպատիժ։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրանք, սատկացնելու ենք, ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական։ Մինչդեռ ընդդիմախոս քաղաքացին կարող է հայտնվել ոստիկանության բաժնում, հարց տալու, սոցիալական ցանցում գրառում անելու կամ անգամ քարոզչական պաստառ պոկելու համար։ Ինչ է սա, իրավական երկակի չափանիշ, վարչական ճնշում, թե ընտրությունից առաջ վախի մթնոլորտ ստեղծելու փորձ։ Մեկը, որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս միշտ որպես տեխնացու մասնակից եւ ինչպես դրական օրենսգիրքն է պահանջում, չօգտագործելով իր դիրքը կամ լիազորությունները, այդ ճիշտ հակառակը հանդես է գալիս հստակ որպես վարչապետ, գործադիր իշխանության ղեկավար եւ ըստության ամենալայն լիազորությունները ոչ տված պաշտոնյա Հայաստանում հանդես է գալիս իր քարոզչական, քաղաքացիական պայմանագրի քարոզչական այդ գործընթացներում, այսինքն իր բոլոր հրահանգները, հրամանները, նախերգանքները, ձերբակալությունների, այդ խոստումները ինչ-որ մի կազմակերպություն, ինչ-որ մեկի ձեռքից վերցնելու, դրանք բոլորը վարչական լծակների թափահարումներ են։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանին հարց տալու եկած ակտիվիստ Արթուր Օսիպյանին նախ քաշքշել են, հետո ձերբակալել, օրեր անց էլ կալանավորել 2 ամսով։ Նրան մեղադրում են բռնության կոչ անելու, քարոզարշավը խոչընդոտելու եւ խուլիգանություն անելու համար։ Օսիպյանի եւ Փաշինյանի հանդիպումից 2 օր անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի քաղաքացու միջև հանդիպում եղավ։ Վերջինս մեղադրում էր Քոչարյանին սպանության համար։ Քաղաքացին չի ձերբակալվել, չի կալանավորվել։ Բայց փոխարենը տեղում ձերբակալվել է իշխող ուժի քարոզչական պաստառը պոկած քաղաքացին։ Ձերբակալվելուց հետո նրան հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն էին տեղափոխել, որտեղ էլ քաղաքացին ինքնասպան է եղել։ Իդեպ, այս դեպքի մասին ոչ լսել, ոչ տեսել է Արդարադատության նախարարը, որ քարոզարշավի ակտիվ անդամներից է։ Չեմ կարդացել հրապարակումը եւ տեղյակ չեմ։ Ես հավերժ կկրկնեմ, որ չեմ կարդացել եւ տեղյակ չեմ, շնորհակալություն։ Իսկ Սպիտակում քարոզարշավի ժամանակ բերանը փակելով հեռացնում են Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկին, հորդորելով նրան ուշադրություն չդարձնել։ Ասեն կալուգացի օլիգարխա ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգումա, եկեք ընդհանրապես հանգիստ։ Իշխանության հասցեին քննադատական խոսքի համար հետապնդումների մասին ահազանգերը սակայն սկսվել էին դեռևս քարոզարշավից առաջ։ 2026 թվականի մարտին կեսգիշերն անց նոր Հաճնից Դիլիջանի ոստիկանություն էին տեղափոխել 3 անչափահաս երեխաների մորը Գայանե Մեսրոպյանին։ Պատճառը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի գրառման տակ մեկնաբանություններ։ Ինձ հետ երեխային ինձ հետ վերցրեցի իրենց ավտոյով տարան։
Միջև ընդեղ չեն էլ ասել ինչի համար։ Աննախադեպ ու խայտառակ էին որակել իրավապաշտպաններն այս դեպքը։ Դրան նախորդել էր պատշգամբից խնձոր նետած պապիկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու գործընթացը։ Մեծ աղմուկ բարձրացնելուց ամիսներ անց 2025 թվականի ապրիլին դատարանը արդարացրել է տղամարդուն, հաշվի առնելով, որ նա խնձորը նետել է ոչ թե վնաս պատճառելու, այլ բողոքելու նպատակով։ Ինչի մասին են վկայում այս փաստերը։ Նիկոլ Փաշինյանը այլևս սահմանադրություն, օրենքներ, գոյություն չունեն։ Ինքը իրեն բացարձակ իշխանություն է համարում եւ ինչպես ուզում է, այդպես էլ խանել, ասենք խան ազգում իրան, բացահայտ հանրության դեմքին ուղղակի թքել եմ համարում, որ բոլորիս աչքի առջև կալանավորեցին Մակրոն, որը ընդամենը զրուցում էր եւ հարցեր էր ուղղում։ Փաստաբան Սոս Հակոբյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ պետական համակարգի ղեկավարը հրապարակային խոսում է ձերբակալությունների, պատժելու կամ հաշիվ պահանջելու մասին։ Շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական։ Փաստաբանի գնահատմամբ սա պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ։ Նման հայտարարությունները զուգորդելով իրավապահ համակարգի գործողությունների հետ հասարակությանն ուղարկում են հստակ ուղերձ։ Իշխանության քննադատությունը կարող է ունենալ հետևանքներ։ Այս ֆոնին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե հայտարարություն է անում, թե կարծիքի ազատությունը չի կարող վերածվել բռնություն ու անհանդուրժողականություն տարածելու գործիքի։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ 2 օր առաջ Հարաբկիրում թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ Հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Քննչական կոմիտեի տվյալներով Օսիպյանը Փաշինյանի հասցեին բռնության կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին խոչընդոտել է Հարաբկիրում ընթացող նախընտրական քարոզարշավը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 3 հոդվածով բռնության կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու համար։ Պաշտոնական քարոզարշավի 14-րդ օրն է։ Քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները մարզերում ու համայնքներում։ ՔՊ-ի այսօրվա հանդիպումներից մեկի ժամանակ զոհված զինծառայողի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին, խնդրելով որդու աճյունը Արցախից տեղափոխել եւ հուղարկավորել Եռաբլուրում։ Բայց կնոջ խոսքով ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին։ Ինձ խափեցին, ասեցին կհանդիպես։ Եկա թեմոտիկանամ, սաղ ինչքան ոստիկանություն կա, սաղ ինչքան իրանց կոլեկտիվը կա, չթողեցին, ես հանդիպեմ, գոնե խնդրիմ, իմ զոհված տղայից գերեզմանը բերեմ, ստեղ գոնե տարեմ Եռաբլուր, որ գնամ, մի ծաղիկ դինեմ, մի խուկ վարեմ, ես ինչա, ես մեր զոհված տղաները սաղ սրանց համար են զոհվել, որ սրանք ստենց ապրում են։ Հա, Արցախում են գա թողել։ Ես իմ խնդրանքս էտել է, որ ես Փաշյանի հետ հանդիպեմ։ Իմ խնդրանքս էտը չեն թողեցել, խապեցին, հիմա ես մարի անդապ, որ մասից չեն թողել ընդունեն, անդապ թողնելու են հանդիպեմ, չէ։ Այսպես է զոհվածի ծնող են հարգում։ Չէ, ոչ մի ինչքան որ սաղ ստեղ առողջ են, կենթանի են, ողջ են, սաղ այդ զոհվածներ են արյունով են տենց ողջ, որ փրփրում են այստեղ։ Իսկ Փաշինյանի ինչու եք դուք ողջ հարցադրումից հետո սոցիալական ցանցերում արշավ է սկսվել։ Մարդկանց մի մասը քննադատում է, ոմանք ծաղրում, ոմանք էլ պատմում իրենց պատմությունը, թե ինչպես են Արցախում պատերազմի ժամանակ կռվել ու ողջ մնացել։ Արշավի միացել է նաև արցախցի հայտնի рэփեր Վալերի Ղազարյանը։ Լյոկան։ Ես չեմ մեռել։ Չգիտեմ ի ուրախություն, թե ցավոք սրտի, ամենայն դեպս։ Ու երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին։ Բայց այս վերջերս այս իրադարձություններում դրանից կարծում եմ ավելի ուղիղ եւ ավելի հստակ մեզ արցախցիներիս ասել հելեք գնացեք ստեղից, մենք չենք ուզում ձեզ ստեղ տեսնել, կարծում եմ չի լինում։ Դրանից ավելի ուղիղ եւ ավելի հստակ դա չի ասվում երևի։ Բայց գիտեք ինչ, ես չեմ մտածում արտագաղթելու մասին։ Ես չեմ մտածում այլ երկիրապաստան գտնելու մասին։ Ասեմ ավելին, ես շարունակում եմ նորը կառուցել։
Իսկ Հայաստան դաշինքն այսօր քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. Գործող իշխանությունը Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոնի, որի գինը վճարելու է ժողովուրդը։ Քոչարյանը խոսել է իշխանության խոսույթի մասին։ Իմ կառավարման տարիներին ոչ թե չի եղել ժողովրդավարություն, այլ եղել է բռնապետություն։ Ասում են չէ այդպես, փորձում են հայմատության այսպես մեջ իրենք իրենց բարձրացնել։ Համեմատենք այսօր երեք ամենից մեծ ընդդիմադիր ուժերի ցուցակները նայեք։ Առաջի ամառները բոլորը քրեական գործերի տակ։ Միայն մեր ցուցակում 5 հոգի քրեական գործերի տակ են։ Հայտարարությունները գոռում է, որ Քոչարյանը պիտի նստի։ Ճիշտ է, Ղարաբաղը 4 նախագահ ուներ, 3-ը Բաքու են նստած, երևի պարտականություն է ստացնել, որ 4-րդն էլ պիտի Հայաստանում նստի։ Իսկ ինչպիսի ղեկավար են ուզում տեսնել մարդիկ առաջիկա 5 տարվա ընթացքում։ Մեր նկարանող խումբը շրջել է Լոռու մարզում եւ փորձել հասկանալ, ինչ սպասումներ ունեն բնակիչները քաղաքական ուժերից ու երկրի ապագա ղեկավարից։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել հունիսի 7-ից հետո։ Խելացի։ Արդեն կողմնորոշվել եք ում եք ընտրելու։ Դեռ ոչ։ Ցուցակում կան մարդիկ, ովքեր համապատասխանում են ձեր պահանջներին։ Պոլիտիկայով չեմ հետաքրքրվում, ցավոք սրտի։ Իսկ ինչպիսի երկիր եք ուզում ունենալ։ Բարգավաճող։ Խելացի, գիտակից, ազգին սիրող։ Ոնց է։ Արած ցարասմա հանենք։ Դա մեր սրբությունն է, մեր խորհրդանիշն է։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել հունիսի 7-ից հետո Հայաստանում։ Ուժեղ ու ազնիվ։ Այսօրվա իշխանությունը համապատասխանում է այս ստանդարտներին։ Գիտեք ինչ, ազնվությունը չեմ կասկածեմ, բայց մի քիչ թույլ են, էլի։ Ամենակարևորը հայկական արժեքներն իմացող լինի, մեր սահմանները ամուր դառնան, բնակչությունը վերջապես աշխատատեղ ունենա, հարգված լինեն բոլոր տարիքային խմբերի քաղաքացիները մեր եւ իհարկե մենք ապագան մեր կարողանանք տեսնել։ Խափելը որն է։ Ոնց առավոտ ուրիշ բան ես խոսում, իրիկուն ուրիշ բան ես ասեմ ու անեմ։ Ոնց Արցախը մերն է եւ ճվալով հոչի եկել էստեղ ասում ես Արցախը վաղուց արդեն տվ։ Եթե վաղուց տված էր ինչի այդքան գործերն արեցիք։ Այդքան ողբերգությունը։ Կուզենամ ղեկավար լինի, որ իր ժողովրդին սարքի իր երկրի տերը, ոչ թե մնանք սրաներա ձեռի տակ քաշոյկող, օրվա հացի փող վաստակող, աշխարհով մեկ թափառող գաղթական թափառական հայ, որ կարողանա մեր հանքերը վերադարձնի մեզ, մեր գանձերը մեզ վերադարձնի, մարդու ամենակարևորը մարդու իրավունքները պաշտպանի։ Լավ ղեկավար ենք ուզում, որ ղեկավար ինպես որ աղքատ հարուստ չեղնի, մեծահասակների բավարար են ինչ որ պետք նա բժշկի օգնությունը կամ Իսկ ով է համապատասխանում այդ ստանդարտներին, օրինակ գործող իշխանությունը համապատասխանում։ Հիմա բոլորն էլ ասում են, որ մենք այդ բոլորը կարանք անենք։ Բայց 8 տարի է իշխանությունը գործում է, ինքը անում է։ Դե կարող անեմ իր գիտեցածների համար անեմ։ Ինձ համար որ չի արել։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել, ինչպիսի նա պիտի։ Չկուն պետք է լի, որ ասենք հասկանա աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղությամբ գնա, ինչ ձևյանի, որ ասենք թշնամի չձեռք բերի Հայաստանը, սա բնական պետք է լավը լի, ու առաջինն դե պետք է Հայաստանի շահերը առաջ տանի։ Մարդկային, ժողովրդական, որ ինքն էլ ուտի, բայց մենք էլ ուտենք։ Գազ են կտրում, ջուր են կտրում, ճանապարհ են սարքում, որ հայացը չես կարող մտնես։ Ինչի ընտրեմ, ում ընտրեմ։ Այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի եւ աջակիցների գործով դատական նիստը։
Գործով անցնող Արթուր Սարգսյանը, որը նաև Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու է, տնային կալանքի պատճառով չի կարողանում մասնակցել քարոզարշավին։ Պաշտպանները միջնորդել էին փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել էր այն։ բնակությունը կամ Սիսյանի 30,000 բնակությունը հրավիրեմ կամ մերտում գնա, ծախսը պատրաստ է։ Ո՞րդ է պատրաստ, մեջինիկի 150,000 մերտը կամ բանում է գնա։ Ժորգյան վաղվանից բոլորիդ հրավիրում եմ ուլնեցիուտ հանդիպման։ Բոլորիդ, խնդրում եմ եկեք։ Եվ հարգարժան դատարան, խնդրում եմ ընդեղ, ես հյուրասեր մարդ եմ, հաց եմ ուտելու, որպես կաշառ չդիտարկել։ Ժորգյան, բոլորիդ հրավիրում եմ մերտուն, ուլնեցիուտ։ Դատարանը մերժել է նաև նույն գործով անցնող Իգոր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը։ Նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Միջազգային զարգացումների կենտրոնում շարունակում է մնալ Իրանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է եւ բանակցությունների եւ պատերազմի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Նրա խոսքով Իրանի դիվանագիտական եւ ռազմական կառույցները գործում են լիարժեք համակարգմամբ։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու առաջարկը դեռ քննարկման փուլում է եւ պետք է ընդունելի լինի թե Թեհրանի, թե Վաշինգտոնի համար։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները այս պահին դեռ չի ընդունում ռուսական առաջարկը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։